Երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է դառնալ մեզ համար ռազմավարական գործընկեր։ Ադրբեջանի նախագահի Սլովակիա այցի ժամանակ ասել է այդ երկրի նախագահ Պետեր Պելեգրինին։ Ռազմական արդյունաբերության ոլորտում մտադիր չենք պարզապես զենք վաճառել Ադրբեջանին։ Մենք կարող ենք համատեղ արտադրել սպառազինություն եւ այդ արտադրանքը վաճառել երրորդ երկրների, ասել է նա։ Պելեգրինին նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ հայտնել է հրետանային համակարգեր գնելու մտադրության մասին։ Նա հավելել է, որ այդ զենքերն ավելի կհզորացնեն ադրբեջանական բանակը։ Տարածքային հարցի պատճառով խաղաղության շուրջ բանակցությունները փակուղի են մտել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բլումբերգին տված հարցազրույցում։ Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն տարբեր տեսակետներ եւ Դոնբասի հարցում միասնական մոտեցում չկա, ասել է նա։ Եվրոպան հրապարակավ քննադատում է Իսրայելին Գազայում պատերազմի համար, բայց միևնույն ժամանակ հերթ է կանգնում նրա զենքի համար, գրում է The Wall Street Journal-ը։ 2024 թվականին Իսրայելի ռազմական արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել, հասնելով 14.8 միլիարդ դոլարի։ Իդեպ հիմնական գնորդն է եղել Եվրոպան, նրան բաժին է ընկել մատակարարումների 54%-ը 2023-ի 35%-ի համեմատ։ Սիրիան նախորդին տոնել է Բաշար Ալ-Ասադի վարչակազմի տապալման մեկամյակը։ Այս առիթով մայրաքաղաք Դամասկոսում անցկացվել է ռազմական շքերթ։ Ասադ ընտանիքը երկիրը կառավարել է ավելի քան 50 տարի։ Անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին իշխանությունը Սիրիայում հայտնվեց ընդդիմադիր խմբավորումների ձեռքին, ինչից հետո Ասադների ընտանիքը փախավ Ռուսաստան։ Լուվրի թանգարանում աղմկահարույց կողոպուտից ընդամենը մի քանի շաբաթ անց հիմա էլ ջրի խողովակն է պայթել, վնասելով հարյուրավոր աշխատանքներ։ Թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Ստեյնբոկը նշել է, որ արտահոսքից տուժել է 300-ից 400 աշխատանք, հիմնականում գրքեր։ Ստեյնբոկը ֆրանսիական լրատվամիջոցներին ասել է, որ ջրի արտահոսքը տեղի է ունեցել թանգարանի եգիպտական հնությունների բաժնում։ Կողոպուտ է տեղի ունեցել Բրազիլիայի երկրորդ ամենամեծ գրադարանում, գողացել են Մատիսի 8 աշխատանք։ Մասնավորապես 2 զինված անձ մտել է բիբլիոթեկա Մարիո դե Անդրադե գրադարան եւ տարել ոչ միայն հայտնի ֆրանսիացու, այլև բրազիլացի նկարիչ Կանդիդո Պորտինարիի առնվազն 5 փորագրություն։ Գողերը զենքով սպառնացել են գրադարանի անվտանգության աշխատակցին, վերցնելով արվեստի գործերը մեքենա չեն նստել, այլ հեռացել են ոտքով։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է ամերիկացիները դադարեն ֆուտբոլ սպորտաձևը սոկեր անվանել եւ սկսեն աշխարհի մյուս երկրների նման օգտագործել ֆուտբոլ բառը։ Թրամփն այս հայտարարությունն արել է FIFA-ի առաջին խաղաղության մրցանակը ստանալուց հետո։ Թրամփը կատակել է, որ Միացյալ Նահանգները պետք է նաև նոր անվանում գտնի ամերիկյան ֆուտբոլի համար, քանի որ տրամաբանական չէ, որ մարզաձևը, որը հիմնականում խաղացվում է ձեռքերով, կոչվի ֆուտբոլ։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։